Պարոն Քոչարյան, ինչով է պայմանավորված այդ Վարդան մասնակցությունը Թուրքիայի նորընտիր նախագահի և տոնականության արարողությանը։ Նախագահի ընտրությունը։ Բայց դրանից օրեր առաջ Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը վատ կզգար, եթե Թուրքիայի նախագահը։ Դրանից օրեր առաջ հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը, որ ամենայն հավանականությամբ այդ արարողությանը մենք կմասնակցենք արտգործ նախարարի մոտ։ Մասնակցությունը ինչ կտա Հայաստանին, դա էթիկա է, թե հարևան երկրի, երբ որ տեղի ունի նախագահի արարողություն, այսպես ասած ինագուրացիան, ինչպես նաև այլ առիթներով դա ավանդական է։ Նախկինում ևս մասնակցել ենք ինագուրացիաներին։ Դա ավանդական է եւ միշտ տեղի ունենում փոխանակում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ինագուրացիայի, նախկինում երբևիցե չի եղել, որովհետև մինչ այդ Թուրքիայի նախագահը ընտրվում էր պարլամենտի կողմից։ Առաջին անգամ է, որ ընտրությունը կատարվել է ուղղակի, ու դրա համար դա առաջին նախադեպն է, երբ որ հարևան երկրում կա այդ արարողությունը։ Իսկ իրանք մեր մոտ մասնակցել են Սերժ Սարգսյանի ինագուրացիայով է եղել Թուրքիայում։ Իրանք մասնակցել են դեսպանի մակարդակով, որը նստած է Թիֆլիսում։ Հայ-թուրքական սահմանի բացվելուց ինչ լուրեր կան, հնարավոր է։ Ինչ անելուց։ Լուրեր, ինչ լուրեր կան հայ-թուրքական։ Չկան, լուրեր չկան։